Իշխան ձուկը խրխրթան լավաշի մեջ դեռ չեք պատրաստել, դե հենց հիմա պահպանեք այս բաղադրատոմսը, որպեսզի դուք էլ պատրաստեք, անմահական է ստացվում, շատ կհավանեք թե դուք, թե ձեր հյուրերը։ Ձուկը լավ մաքրելու լվանալուց հետո վրան բոլոր կողմերից առատ աղ ենք շաղ տալիս, որից հետո վրան այսպիսի կտրվածքներ ենք անում։ Այնուհետև ճզմում 1 կիտրոնի յութը, մի փոքր սև աղացած պղպեղ ենք ավելացնում ու ձկան համար նախատեսված համեմունք։ Իսկ հիմա մի քանի ժամով դնում ենք սառնարան։ Ես տարայի երեսը ծածկում եմ սննդի թաղանթով ու ողջ գիշեր պահում սառնարանում։ Մի քանի ժամ անց բարակ շերտով կտրատած կիտրոն ենք ավելացնում, մանր կտրատած կարագ ու թարխուն։ Սիրելիներս, եթե իշխան ձուկը լավաշի մեջ դեռ չեք պատրաստել, ապա խորհուրդ եմ տալիս այս բաղադրատոմսը անպայման փորձել։ Իսկապես շատ համեղ է ստացվում։ Ձուկը դնում ենք լավաշի մեջ ու փաթաթում։ Որից հետո այսպես ֆոլգայի մեջ ենք դնում ու 40 րոպեով դնում ջեռոց 230 աստիճանի տակ։ 40 րոպե անց հանում ենք ջեռոցից, ֆոլգան բացում ու կրկին մի քանի րոպեով դնում ջեռոց, մինչ լավաշի կարմրելը։ Ըստ ցանկության կարող եք ինպես պատել հարած ձվով։ Ու մեր հրաշք ուտեստը պատրաստ է։ Ինչպես նկատեցիք, ոչ մի դժվար բան չկա, ամեն բան շատ հեշտ է։ Դե ինչ, եթե հավանեցիք այս հոլովակը, ապա չմոռանաք լայքել ու կիսվել ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին, եթե մինչդեռ բաժանորդագրված չեք։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։